Բարև ձեզ, բարի գալուստ իմ Story podcast-ի էպիզոդ 21-ը։ Այսօր իմ հյուրն է Dr. Լևոն Խաչատուրյանը, Բերլինից, ինքը gynecologist է ու այսօր մեզ պատմելու է իր անցած ճանապարհի մասին, ինչպես դառավ բժիշկ Գերմանիայում։ Բարի գալուստ Լևոն ջան։ Բարև Աննա ջան, շնորհակալություն, որ հրավիրեցիր, հուսով եմ ինչ-որ բան կարողանամ հետաքրքիր պատմել։ Սիրով։ Լևոն ջան, որ թվին տեղափոխվեցիր Հայաստանից Գերմանիա, մի քիչ կպատմես, ինչու հենց Գերմանիա։ 2006 թվականին, այս տարի լինելու է 20 տարի, ինչ արդեն Գերմանիայում եմ ապրում։ Ինչու Գերմանիա, երբ որ ես արդեն ուսման ժամանակ էլ, համալսարանի ուսման ժամանակ էլ, հետո կլինարդինատուրայի ժամանակ էլ, ինչ-որ բարձա, ինչ-որ ցանկություն կար, ինչ-որ ավելի զարգանալու, նոր բան սովորելու, ինչ-որ նոր բան տեսնելու ու այդ ժամանակ այդքան էլ շատ հնարավորություններ չկար արտասահմանում ինչ-որ բան անելու, իսկ Գերմանիան գրեթե միակ երկիրն էր, որը որ ինչ-որ հնարավորություն էր տալիս տարբեր ծրագրերով գալ, ինչ-որ բաներ սովորել, ինչ-որ բան անել ու տարբեր ծրագրերի այն ժամանակ մասնակցեցի, դե սկզբից լեզուն ինչ-որ չափով սովորեցի, հետո տարբեր ծրագրերին մասնակցեցի, դե իմ աշխատանքային բնագավառում դժվար է այտենց արտասահմանում միանգամից հենց աշխատանք գտնել կամ ինչ-որ հենց պրակտիկ բանով զբաղվել, դրա համար այն ժամանակ էլ շատ հիմնականում հնարավորություն կար որպես գիտական աշխատանքի ու այդ ժամանակ պրոյեկտ գրեցի ու տարբեր ստիպենդիաների, տարբեր կրթաթոշակների ուղարկեցի ու դրանցից մեկից հրավերք ստացա։ Դրա համար անհրաժեշտ էր տարբեր կլինիկաներում այդ բանը գրել, կլինիկայից անհրաժեշտ էր հրավերք ստանալ, դրա համար տարբեր կլինիկաներ այդ ժամանակ գրեցի ու որոշ կլինիկաները հրավերք ուղարկեցին ու արդեն այդ հրավերքների հիման վրա արդեն կրթաթոշակը տվեցին, սկզբից մի տարիով տվեցին կրթաթոշակ, այստեղ գիտական աշխատանք անելու համար, ինձ համար լրիվ նոր բնագավառ, որովհետև Հայաստանում ոչ մի անգամ դրանով չի զբաղվել, ավելի շատ ինչ-որ լաբորատորիայում աշխատանք էր, քանց թե հիվանդանոցում, բայց այդ լաբորատորիան պատկանում էր գինեկոլոգիային, որտեղ որ իմ մասնագիտությունն էր փաստորեն ու այդ կրթաթոշակով եկա, սկզբից 3 ամիս Դրեզդեն քաղաքում այդ կրթաթոշակը ապահովում էր լեզվի կուրսեր։ Այդ լեզվի կուրսերը 3 ամիս անցնելուց հետո արդեն գնացի հիմնական քաղաքը, որտեղ որ մնացած 9 ամիսը պետք է մնայի ու այդ գիտական աշխատանքով զբաղվեի այդ լաբորատորիայում ու այդ ժամանակը, որ գտնվեցի այդ Յենա քաղաքի համալսարանական կլինիկան էր, այդ ժամանակ այդ կլինիկայում արդեն սկսեցի հետաքրքրվել ինչ հնարավորություններ կա բուն իմ մասնագիտությամբ զբաղվելու ու այն ժամանակ, երբ որ ես էի այստեղ այդ բաներ անում ու հիմա շատ բաներ փոխվել է, այսինքն այն ճանապարհը, որ ես անցել եմ, եթե հիմա ինչ-որ ուրիշը գա, այդ չի կարելի ասել, որ նույն ճանապարհը պիտի լինի, որովհետև այն ժամանակ որոշ բաներ կար, որ ավելի բարդ էր, որոշ բաներ կար, որ ավելի հեշտ էր, այդ պահին, երբ որ ես եկել էի, ոչ մի արտասահմանցի չէր կարող ստանալ երկարատև աշխատանքի իրավունք Գերմանիա որպես բժիշկ։ Տալիս են մենակ մի տարիով ու ամեն տարի պիտի երկարացվեր ու բժշկական այդ բնագավառում աշխատելու համար եթե ինչ-որ ուրիշ բնագավառում քեզ աշխատանքի իրավունք է պետք, բժշկական այդ բնագավառում քեզ 2 բան է պետք, աշխատանքի իրավունք ու մեկ էլ լրացուցիչ, որ դու իրավունք ունես որպես բժիշկ աշխատելու։ Այդ երկու տարբեր թղթեր են, էլի։
ու բավականին երկար տևեց այդ մոտ մի տարի տևեց միջև որ այդ աշխատանքի իրավունքը ստացա, միջև որ այդ բժիշկ լինելու իրավունքը ստացա ու այդ ընթացքում ես էլի երկարացեցի իմ կրթաթոշակը, այսինքն ուրիշ կրթաթոշակ արդեն տեղի համալսարանից ստացա, որպես PhD, ես այստեղ իմ գիտական աշխատանքը պաշտպանեցի, իմ դոկտորականը PhD ստացա ու այդ ընթացքում արդեն քիչ-քիչ սկսեցի աշխատել համալսարանական այդ կլինիկայում, Յենայի մեծ համալսարանական կլինիկա է ու կարելի ասել որ 0-ից, որովհետև ինչ որ ես Հայաստանում արել եմ, այստեղ իրանք չեն ընդունել, ավելի շուտ ընդունել են այնքանով, որ ես իրավունք ունեի որպես կլինարդինատոր նորից սկսեի իմ գործողությունները։ Լևոն, բայց Հայաստանի դու Մխիթար Հերացու բժշկական համալսարանն ես, չէ՞ ավարտել, այդ դիպլոմը օգտագործվել է, անցել է Գերմանիայում։ Այդ դիպլոմը անցել է, այդ ընթացքում պետք էր որ բոլոր թարգմանությունները եւ այլն իրանք նայեցին ինչ առարկաներ եմ ես անցել, ինչքան ժամանակ ինչ պրակտիկա եմ անցել եւ այլն, ամեն ինչը համեմատում են ու տեսնում են ինչ է հերիք է, ինչ է հերիք չի ու այդքանով էր հերիք, որ իրանք ասեցին, որ ինձ պետք չի նորից ինչ որ ստեղ սովորել կամ ինչ որ պրակտիկա անել կամ այդ կարգի ինչ որ մի բան, այսինքն իրանք ասեցին, որ ես կարող եմ միանգամից սկսել որպես կլինարդինատոր, ստեղ կոչվում է ասիստենտ արzt, այսինքն դու անցնում ես քո կլինարդինատուրան, աշխատում ես որպես բժիշկ, որպես ասիստենտ բժիշկ, ստանում ես աշխատավարձ ու որոշ ժամանակ հետո կա համապատասխան ամիսներ, որը որ դու պիտի աշխատես ու որոշ բաներ պիտի անցնես ու սովորես ու դրանից հետո կարող ես քննություն հանձնես ու դառնաս բժիշկ մասնագետ։ Ու այդ ժամանակ քանի որ ես կրթաթոշակ ունեի, ես այդ կրթաթոշակով իրավունք չունեի ավելի շատ աշխատել, քան ինչ որ որոշակի քանակությամբ ժամեր ու այդ պատճառով իմ փաստորեն դրույքը կես դրույք էր ու ավելի երկար տևեց այդ քննության իրավունքը հանձնելու իրավունքը ստանալու համար։ Դրա համար մոտավորապես 8 տարի հետո նոր կարողացա քննություն հանձնել։ Բարսա։ Երբ տեղափոխվեցիր Գերմանիա, դու ասացիր, որ փաստորեն առաջի քայլը եղել է լեզուն սովորելը, չէ՞։ Մինչև դա գիտեիր գերմաներեն, թե 0-ից ես սովորել։ Չէ, մինչև դա ինձ թվում էր, որ գիտեի, բայց որ գալիս ես տեղում արդեն լրիվ ուրիշ է, այսինքն ինչ որ դու սովորում ես առանց ինչ որ գերմանացիների հետ շփվելու լրիվ ուրիշ լեզու է ու որ գալիս ես տեղ արդեն քեզ թվում է որ ինչ որ սովորել ես ինչ որ բաներ հասկանում ես, բայց դժվարություններ կան ու բայց ժամանակի ընթացքում պետք է միշտ պրակտիկայի հարցը դու էլ գիտես, դու էլ կոմոդել անգլերենն այդ նույնձևի։ Իսկ առաջին մասնագիտական քննությունները գերմաներենն են եղել թե անգլերեն։ Չէ, ես միշտ ստե գերմաներով եմ արել, ես անգլերենով ստե ոչ մի բան չեմ արել, այտենց պրինցիպիալն է, որտեղ ես ուզում եի, որտեղ ես մարդիկ գիտեմ, ճանաչում եմ, որոնք եկել են էլի այտենց գիտական աշխատանքով ու անգլերենով են սկսել ու միջև հիմա լավ գերմաներեն չեն խոսում ու որտեղ անգլերենով կարող ես այդտեղ ինչ որ ապրես, բայց մեկը այդ ինձ թվում է, եթե դու Գերմանիայում ես ապրում, պետք է լավ գերմաներեն խոսես, ավելի լավ տեղի լեզուն խոսես, քան թե որ անգլերենով խոսես։ Ընդհանուր առմամբ, ինչպես կգնահատեիր, որքան դժվար է Գերմանիայում բժիշկ դառնալը։ Գերմանիայում ընդհանրապես ամենամեծ խնդիրը Գերմանիայի բյուրոկրատիան է, այսինքն շատ երկար ժամանակ է պետք կամ շատ բարդություններ կա ինչ որ թղթեր հավաքելու, ինչ որ թղթերը թարգմանելու, ինչ որ կնիքներ ստանալու համար մի օրինակ բերեմ, ես ասեցի որ երկու թուղթ է պետք, մի թուղթը աշխատանքի իրավունքն է, մի թուղթը քո բժիշկ լինելու իրավունքն է, փաստորեն, որը որ ստեղի
ուսանողները ավարտելուց ավտոմատически ստանում են այդ իսկ արտասահմանցին պիտի փաստորեն դրա համար դիմում տա ու երկու տարբեր տեղերում են տալիս այդ թուղթը ու այն ժամանակ տենց էր որ այն մի տեղ ասում էր սկզբից այն թուղթը բեր այս թուղթը կտանք այն մյուսները ասում էր այն թուղթը բեր այս թուղթը կտանք այսինքն որ նորմալ լոգիկով չես հասկանում մտածում ես հիմա ո՞նց անեմ դու այն թուղթն ես ուզում դու էլ այն թուղթն ես ուզում ո՞նց անեմ որ այդ ձեր պահանջները ինչ որ ձևով կատարեմ այտենց ինչ որ բարդություններ կա որ նորմալ մարդկային լոգիկայով մտածում ես ընդհանրապես դժվար է հասկանալը դրա համար հիմա որոշ բաներ փոխվել են հիմա հնարավորություն կա միանգամից քննություն հանձնել այդ մեր հայկական համալսարանի ավարտական քննության մոտավորապես բանով ծավալով ու ստանալ այդ բժիշկ լինելու իրավունքը ստեղ այդ կոչվում է ապրոբացիոն Ես էդի ստացա երևի արդեն քանի տարի 6-7 տարի ստեղ աշխատելուց հետո մի պահ փոխվեց ստեղի բանը իրանք ասացին որ եթե ստեղ քո այդ բժշկական քո մասնագիտական քննությունը հանձնել ես ավտոմատически իրանք այդ պահին այդ մասնագետներին փաստորեն 7-8 տարի հետո տվեցին այդ բանով ես այդ հնարավորությունը ստացա միանգամից փաստորեն ոնց որ ասած մշտական այդ իրավունքը բժիշկ աշխատելու իսկ որոնք են բժիշկ լինելու հիմնական տարբերությունները օրինակ Հայաստանում եւ Գերմանիայում հիմնական տարբերությունները դե երևի շատ են դե ստեղ բժիշկ լինելու ստեղ կա յուրաքանչյուր բնագավառում բժշկական բնագավառում կա որոշակի դրույթներ կոչվում է light line այսինքն դու արդեն գրված է թե ինչ դեպքում ինչ բուժում պետք է նշանակես եւ այլն էդի ավելի հեշտացնում է որովհետեւ դու կարող ես փաստորեն նայես այդ ամեն անգամ մի քանի տարին մեկ այդ ամեն ինչը նոր գրվում է նոր եթե ինչ որ բուժման մեթոդներ կան դեղորայք եւ այլն այդ ամեն ինչը ոնց որ update արվում ու Բնորոշ որ ընդհատեմ Լևոն ջան այդ ռուսերեն պրոտոկոլն է մոտավորապես պրոտոկոլ ամեն հիվանդության հետ կապված փաստորեն տենց պրոտոկոլ կա, որը որ դիագնոստիկայի եւ բուժման բոլոր այդ պունկտերը մեջը գրված է, այսինքն հնարավորություն ունես որպես նոր բժիշկ կամ ջահել բժիշկ ինչ որ հիմք ունես կարդալու տեսնելու այդ պահին ինչ Բայց պարզա որ ամեն ինչը կարելի է փորձի հետ միատեղ ու ստեղ տարբերությունը նրանում է որ շատ շուտ դու համեմատես իմ բնագավառում շատ շուտ դու արդեն պիտի ինքնուրույն աշխատես ու մեծ ծավալի աշխատանք դե իհարկե կախված է կլինիկայից էլ բայց եթե խոսքը գնում է մեծ համալսարանական կլինիկաների մասին այնտեղ բավականին մեծ ծավալի աշխատանք է ու շատ կլինիկաներում պրոբլեմ կա բժիշկների քանակության հետ եւ այլն դրա համար ավելի մեծ քանակությամբ քիչ մարդկանցով ավելի մեծ քանակությամբ աշխատանք են ուզում անեն Լևոն ջան, ինչպես է հիմա Գերմանիայում առողջապահության համակարգը այնպես ինչպես Ամերիկայում, այսինքն կան երևի ինշուրանսներ եւ երևի կա անվճար, չէ, ով ենթադրենք չի աշխատում low income, այսինքն բավական եկամուտ չունի, իրանց երևի անվճար է, չէ, դու որ հիվանդներին ես բուժում այն մարդկանց ովքեր ինշուրանսով են, թե բոլոր Գերմանիայում բոլորը ունեն ինշուրանս Եթե աշխատում է ինքը իր աշխատավարձից ինչ որ գումարը տոկոսը փաստորեն վճարում այդ ինշուրանսի համար, իսկ եթե չի աշխատում, այդ իր սոցիալական օգնության հիման վրա ինքը էլի ստանում է ինշուրանս։ Գերմանիայում մարդ չկա որ ինշուրանս չունենա։
Երկու տեսակի ինշուրանսներ կա այդ գասուդարственный, այդ պետության կողմից ու կա պրիվատ ինշուրանս։ Այդ երկու տարբերությունը կա։ Այդ պրիվատը ստանալու համար որոշակի մակարդակից ավել պիտի աշխատավարձ ստանաս կամ պիտի ինքնուրույն աշխատող լինես, այսինքն չգիտեմ ոնց է կոչվում, այսինքն քո գործ ունենաս, այսինքն այդ կարգի էլ ինչ որ միտեղ գրանցված չլինես որպես աշխատող, այսինքն քո գործ ունենաս, այդ դեպքում կարող ես այդ պրիվատ ունենաս կամ պիտի ինչ որ որոշ քանակությամբ գումարից ավել քո աշխատավարձ ստանաս, որ քեզ հնարավորություն ունի փոխել պրիվատը, բայց հետո այդ պրիվատից հետ գնալ դեպի այդ գասուդարственный շատ դժվար է։ Էդի մենակ այն դեպքում, եթե դու էլի փաստորեն քո աշխատավարձը այդքանով քչանա, որ դու այդ սահմանը նորից անցնես ներքև ու այդ դեպքում կարողանաս փոխես որպես նորից գասուդարственный։ Կա պլյուսեր այդ պրիվատնի ժամանակ հիմիկվա դրությամբ շատ մեծ պրոբլեմ կա բժիշկների մոտ ընդհանրապես այցելություն ստանալու, որովհետև քիչ են բժիշկները, ցանկացողները շատ են ու այդ գասուդարственный ինշուրանսով դժվար է ստանալ, այսինքն երկար ժամանակ պիտի սպասես, մինչև որ հնարավորություն ունես բժշկի մոտ բժշկին հանդիպես, իսկ պրիվատների ժամանակ շատ ավելի հեշտ է, որովհետև ստեղի համակարգն հենց աշխատում, որ այդ գասուդարственный փաստորեն այդ ստրախովկաները իրանք բոլոր բժիշկներին տալիս են որոշակի սահման, ինչքան իրանք կարող են ամսվա ընթացքում հիմանդ բուժեն կամ նայեն ու այդ սահմանից ավել իրանք իրանց չեն վճարում, այսինքն եթե քո մոտ սահմանը դրած է, եթե դու կվարտալում պիտի ասենք թե 200 հիվանդ նայես, 200 առաջի հիվանդը արդեն անվճար է քո համար, դու դրա համար փող չես ստանա, դրա համար ոչ մեկ այդ սահմանից ավել չի աշխատում, իսկ պրիվատնին գնում է այդ սահմանից ավել, այսինքն եթե դու պրիվատ ինչքան շատ ավելի պրիվատնի պացիենտներ այդ պրիվատնի ինշուրանսով բուժես, դա բոլորը գալիս է լրացուցիչ այդ սահմանից, փաստորեն այդ սահմանի մեջ չի մտնում։ Դրա համար շատ բժիշկներ ուզում են ավելի շատ այդ պրիվատ ինշուրանսով հիվանդներ ունենա, որպեսզի լրացուցիչ կարողանան աշխատել դրա վրա։ Հասկանալի է։ Լևոն ջան, դու նշեցիր, որ քո անցած ճանապարհը կարող է հիմա նոր եկած մարդու համար նույնը չլինի, այսինքն որոշ բաներ ավելի հեշտ են, որոշ բաներ ավելի դժվար են։ Օրինակ, այն ուսանողը, ով հիմա Հայաստանում սովորում է կամ շուտով ավարտելու է, ինչ խորհուրդ կտաս, եթե երազում է դառնա բժիշկ Գերմանիայում, որտեղից սկսի եւ ինչպես կարողանա Գերմանիայում ընդհանուր առմամբ դառնա բժիշկ։ Նախ եւ առաջ շատ կարեւոր է լեզվի իմացությունը ու բժիշկ լինելու համար բավականին բարձր է այդ լեզվի իմացության մակարդակը, որը պահանջվում է բժշկի համար։ Դա նշանակում է, որ արդեն հնարավորին չափ Հայաստանում այդ լեզվի հարցը սովորի ու փորձի այդ մակարդակին հասնի, Հայաստանում դժվար է այդ մակարդակին հասնել, որովհետև փորձ է պետք այդ մակարդակի համար, բայց ամենայն դեպս հնարավորին չափ ինչ որ մասնագիտություններ կա, որ այդքան պետք չի բարձր մակարդակ, իսկ բժիշկների իրավաբանների եւ այլն դրանց համար ավելի բարձր է, այսինքն բժշկի համար, եթե ընդհանուր մասնագետի համար B1, B2 կախված մասնագիտությունս բավարար է, բժշկի համար պիտի C1 լինի։ Ու փաստաթղթերի առումով ես չգիտեմ, հիմա կարծեմ Երևանում էլ Հայաստանում էլ դպրոցները 12 տարի են, չէ՞ դարել։ Այո։ Որտեւ դա է հիմնականում խնդիրներ առաջացնում, որ այդ տարիների քանակը չէր համապատասխանում ստեղի դպրոցի համալսարանի ու Հայաստանի, այսինքն հիմա երևի այդ ստանդարտները համապատասխանացրել են, երևի թե այդտեղ խնդիրը չպիտի առաջանա ու այստեղ կան
տենց department, հա, որտեղ որ դրանք իրանք են փաստորեն այդ քեզ տալիս այդ բժիշկ լինելու իրավունքը ու փաստորեն պետք է նրանց հետ կապնվել ու հարցնել ինչ թղթերն է քեզ պետք, որպեսզի դու այդ թղթերը իրանց ներկայացնես, որ իրանք ստուգեն ու քեզ ասեն, քեզ թույլատվություն տան, որ դու այդ քննությունը հանձնես։ Հիմնականում ինչքան ես լսել եմ, իմ ժամանակ տենց չէր, ես ինչքան լսել եմ սկզբից տալիս են այդ լեզվի քննությունը, հետո տալիս են մասնագիտական քննությունը։ Ես որ եկել էի, ես այդ տարվա ընթացքում, երբ որ ես իմ գիտական աշխատանքն էի արում, այդ հնարավորություն ունեի շատ տարբեր կուրսերի մասնակցել, որտեղ ես որպես ուսանող էի գրված, PhD student, ու այդ ինձ հնարավորություն էր տալիս մեծ քանակությամբ գերմաներենի կուրսերի մասնակցել ու արդեն այդ տարվա ընթացքում ես այդ C1 սերտիֆիկատը ստացա, այսինքն արդեն ժամանակը որ եկավ ինձ պետք չէր նորից քննություն հանձնել, ես այդ սերտիֆիկատը իրանց ներկայացրեցի։ Իսկ ընդհանուր առմամբ կա դեռ Գերմանիայում բժիշկների պահանջ, այսինքն ենթադրենք եկան արեցին, ոնց որ կարողանան հետո աշխատանք գտնել։ Պահանջ կա Գերմանիայում, մի քիչ տարբերվում է իհարկե նայած թե որտեղ, եթե պարզ է, եթե ուզում ես մեծ քաղաքում Բերլին, Մյունխեն, Դյուսելդորֆ եւ այլն, այսինքն այն քաղաքներում, որտեղ որ քաղաքը ինքը արդեն հետաքրքիր է մարդկանց ապրելու համար, տեղ դժվար է տեղ գտնել։ Իսկ մի քիչ քաղաքից դուրս, մի քիչ փոքր քաղաքներում եւ այլն, փոքր կլինիկաներում հնարավորություն ավելի հեշտ է ամենայնպես սկսելը։ Հետո արդեն քեզանից է կախված ինչ առաջընթաց կունենաս, ինչ հնարավորություններ կունենաս, որովհետեւ եթե դու լավ զարգանաս, եթե ինչ-որ բաներ կարողանաս առաջարկես կլինիկաների քո հմտություններ եւ այլն, կարող է ավելի լավ տեղ ստանաս ու այն քաղաքում, որտեղ որ դու ես ուզում։ Բայց երիտասարդ մասնագետի համար դժվար է, որովհետեւ եթե դու դեռ փորձ չունես, դժվար է ստանալ տեղ, որտեղ կլինիկաները ուզում են միշտ այդ որ ես ասի կլինարդինատուրան ստեղ տևում է հիմնականում 5-6 տարի ու այդ ընթացքում քո աշխատավարձը տարեց տարի բարձրանում է, բայց այդքան մեծ չափով չի բարձրանում, այսինքն առաջի տարվա կլինարդինատոր ու վերջին տարվա կլինարդինատորը մոտավորապես նույն աշխատավարձն է ստանում ու կլինիկաները բարձր ուզում են ինչքան ավելի փորձով կլինարդինատոր վերցնեն, քիչ փող վճարեն, բայց մեծ փաստորեն արդյունք ստանան։ Լևոն ջան, կպատմես մեզ գինեկոլոգիայի որ ճյուղում ես մասնագիտացված եւ ինչ հիվանդություններ ես բուժում կամ օպերացիաներ, surgery-ներ անում։ Այս պահին ես 7 տարի ապրում եմ արդեն Բերլինում կամ Բերլինի մոտակայքում, ասեմ տենց, հենց քաղաքում չեմ ապրում, որովհետև դա երևի ուրիշ թեմա է, բայց Բերլինում ես չէի ուզենա, որ իմ երեխաները Բերլինում ապրեին կամ ինչ որ Բերլինում ես ինքս չէի ուզենա ապրեի։ Աշխատում եմ Բերլինում, մասնագիտացված կլինիկա է, որտեղ որ մենք կատարում ենք մինիմալ ինվազիվ վիրահատություններ, լապարոսկոպիկ վիրահատություններ ու կլինիկան Գերմանիայում շատ հայտնի կլինիկա է, մենք ամենամեծ քանակությամբ վիրահատություններ են կատարում, ընդհանրապես Գերմանիայի չափանիշներով էլ ու մի քիչ ուրիշ ստրուկտուրա ունի կլինիկան, ինքը նման չի մյուս կլինիկաների, այսինքն մեր մոտ ստրուկտուրան տենց է, որ հիվանդները գալիս են մեր մոտ, հիվանդը գալիս է հենց կոնկրետ իմ մոտ, ես իրան հետազոտում եմ, ես իրան վիրահատում եմ, ես իրան այդ ընթացքում բաժանմունքում ես իրան վարում եմ ու տուն եմ ուղարկում։ Տենց կլինիկաներ շատ քիչ կան, այստեղ հիմնականում մեծ կլինիկաներում, ուրիշ կլինիկաներում տենց է, որ տարբեր հիերարխիա կա ասիստենտ արzt, ֆախարzt, օբարzt, այսինքն տարբեր մակարդակի բժիշկներ ու ամեն մեկը իր աշխատանքով է զբաղվում, իր այդ պաշտոնի հետ կապված համապատասխան։ Ես
միջև 7 տարի առաջ ստեղ եկա, ես աշխատել եմ 2 տարբեր համալսարանական կլինիկաներում, Յենայի ու Դրեզդենի համալսարանական կլինիկաներում ու Դրեզդենում միջև ստեղ գալ արդեն երկար տարիներ, այնտեղ ես այդ լապարոսկոպիկ ծառայության ղեկավարն էի ու արդեն այդ ժամանակ զբաղվում էի համարյա թե միայն լապարոսկոպիայի այդ բուժումներով ու դե պարզ է այդ կան գիշերային հերթապահություններ եւ այլն, որտեղ որ արդեն պետքա նաեւ ուրիշ բաներով զբաղվել ծնունդներով, կեսարյան եւ այլն, այսինքն այդ կարգի բաներով իսկ օրվա ընթացքում ամեն մեկը արդեն իր բնակավարում է զբաղվում։ Ես գիտեմ, որ աշխարհից շատ հարուստ մարդիկ, եթե լուրջ առողջական խնդիրներ ունենում, գնում են Գերմանիա բուժվելու, այդ բոլորս տենց գիտենք։ Գինեկոլոգիան էլ է այն ճյուղերից մեկը, որի համար գալիս են Գերմանիա բուժվելու, թե նկատի ունեմ ուժեղ է ինքը աշխարհում գինեկոլոգիայի ճյուղը։ Լավ մասնագետներ կան, լավ կլինիկաներ կան Գերմանիայում, բայց այդ կարծիքը, որ Գերմանիայում բոլոր կլինիկաները լավ են, մի քիչ չի համապատասխանում իրականությանը, այսինքն դա պետք է իմանալ, որ կլինիկաներ ես գնում, հիմա այս մեր ժամանակներում այդ հարցը մի քիչ ավելի հեշտ է, որովհետև հնարավորություն կա Google-ում նայել, այդ ռեցենզիոնները կարդալ եւ այլն, այսինքն արդեն ինֆորմացիա հավաքել ու իմանալ ուր ես ուզում գնաս, որովհետև կլինիկաներ կա, որտեղ որ ավելավա չգնալ, այսինքն այդ տենց չի, որ Գերմանիայում բոլոր կլինիկաները լավ է, առողջապահությունը բոլորտեղ շատ լավ զարգացած է, հիվանդանոցներ կա, որ ավելավա չլինես, չգնաս, չբուժվես, որովհետև շատ ուրիշ խնդիրներով երևի դուրս կգաս այդ հիվանդանոցները։ Լևոն ջան, կան ինչ-որ անուններ կլինիկաների, որ կուզեիր նշել մարդիկ, ովքեր, չգիտեմ, ինչ-որ խնդիրներ ունեն կամ ապագայի համար, որ իմանան, որ կլինիկաները իրանց մտքում պահեն, որ եթե պետք լինի Գերմանիայում այդ կլինիկաները գնան։ Դե շատ լավ կլինիկաներ կան, այդ կապված է նրանից, թե ինչ կարգի խնդիրների հետ կապված, այսինքն արդեն պետք է նայել կոնկրետ այդ կլինիկան, այդ հիվանդությամբ զբաղվող մասնագետները ինչ փորձ ունեն։ Մենք օրինակ մենք մեր կլինիկայում չենք զբաղվում օնկոլոգիայով, այսինքն մենք չենք զբաղվում չարորակ հիվանդություններով, մենք զբաղվում միայն բարորակ վիրահատություններով, բայց շատ մեծ քանակությամբ ու շատ լավ բարձր որակով, այսինքն բայց եթե օրինակ չարորակ ինչ-որ խնդիրներ կա, արդեն պետք է նայել, օրինակ Բերլինում Շարիտե կլինիկան, համալսարանական կլինիկան շատ հայտնի կլինիկա է, շատ լավ մասնագետներ կան, այսինքն պետք է նայել որ կլինիկայում որ մասնագետը այդ հիվանդության մեծ փորձ ունի բուժման։ Հասկանալի է։ Ընդհանուր առմամբ գիտեմ, որ Բերլինը շատ ինքը ոնց որ մեգապոլիս է, այսինքն շատ զբաղված, տարբեր ազգեր, տարբեր կուլտուրաներ, այդ տիպի քաղաք է։ Դու նշեցիր, որ դու չէիր ուզենա ապրել Բերլինում։ Կնշես քո կարծիքով ինչի ապրել Բերլինի մոտիկ քաղաքում եւ ոչ հենց Բերլինում։ Բերլինը ոնց որ դու ասեցի շատ տարբեր բազմազան քաղաք, ասենք բազմազան քաղաք է, ամեն մի իր այդ կվարտալը մյուս կվարտալին նման չի, շատ տարբեր ու հետաքրքիր բաներ կան, բայց ոնց որ եւ բոլոր մեծ քաղաքները շատ տեղեր կա, որտեղ որ չես ուզենա գնաս, որովհետև վտանգավոր է, կեղտոտ է կամ տհաճ է, այսինքն շատ լավ կողմեր ունի, շատ հետաքրքիր կողմեր ունի, շատ Բերլինը եթե համեմատել մնացած քաղաքների կարելի է ասել, որ Բերլինում շատ մեծ քանակությամբ տարբեր ազգի մարդիկ են ապրում եւ աշխատում, այսինքն ոչ միայն նկատի ունեմ փախստականին, ես նկատի ունեմ բարձր որակի մասնագետներ եւ այլն, այսինքն այդ առումով Բերլինը շատ հետաքրքիր կողմեր ունի, բայց
Բերլինն էլ շատ փոխվել է այս ընթացքում, ժամանակի ընթացքում, այս պահին թե Գերմանիայում, թե Եվրոպայում ընդհանրապես այս վերջի տարիներին շատ նեգատիվ փոփոխություններ են դիտվում, այսինքն այդ մեծ քանակությամբ փախստականների հետ կապված, թե էկոնոմիկայի խնդիրների հետ կապված, մարդկանց ապրելակերպի այդ մակարդակի իջնելու հետ կապված, այսինքն այդ ամեն ինչը ինչքան քաղաք ավելի մեծ, այդքան ավելի ուժեղ զգացվում այդ ամեն ինչը։ Ու դե ես ինքս չեմ կարող ասեմ, բայց ես երբ որ Բերլինում ծնված եւ մեծացած մարդկանց հետ խոսում եմ, իրանք ասում են, որ այն Բերլինը, որ այն ժամանակ էր, հիմա արդեն այդ Բերլինը չի։ Հետաքրքիր է, որովհետև շատերն են ասում եվրոպական մեծ քաղաքների մասին նույնը, հենց թեկուզ Փարիզը կամ չգիտեմ, ասենք թեկուզ Հռոմը շատ փոխվել է վերջի տարիներին, լսել էի այդ կարծիքը։ Իսկ դպրոցների առումով Բերլինում չեն ամենալավ դպրոցները։ Տարբեր են, դպրոցներ լավ դպրոցներ էլ կա, վատ դպրոցներ էլ կա, այդ կախված է որ կվարտալում է այդ դպրոցը, կախված է այդ դպրոցի կարգավիճակից, իմ մեծ աղջիկը Բերլինում է դպրոց, դե ինքը սկսել է Դրեզդենում, հետո Բերլինում է շարունակել իր այդ առաջի դպրոցը փաստորեն, դե երկու աստիճանի դպրոցներ կան, մի քանի աստիճանի կա, բայց հիմնականում այդ երկու աստիճանն է, սկզբից այդ կոչվում է Գրունդշուլե, այսինքն այդ հիմնական դպրոցն է, ու դրանից հետո կախված քո արդեն գնահատականների եւ այլն, դու հնարավորություն ես, դե ամենալավ դեպքում գնես արդեն գիմնազիա, որից հետո դու հնարավորություն ունես միանգամից սովորել համալսարանում, իսկ կա հայ սկուլը, հա, երևի Լևոն։ Հա, այդ կարելի է համեմատել։ Ու ինքը առաջի այդ գնացել է Դրեզդենում, հետո Բերլինում, բայց Բերլինում ինքը գնացել է դի պրիվատ դպրոցեր կաթոլիկ, այսինքն եկեղեցու կողմից հովանավորվող ու համապատասխանաբար լավ մակարդակ ունեցող դպրոց էր ու բոլոր երեխաները եւ այլն հիմնականում լավ sense ասում լավ ընտանիքներից կամ լավ միջավայրից եկած երեխաներ են, իսկ դպրոցներ կա, որտեղ որ շատ մեծ քանակությամբ երեխաներ կան, որոնք որ ապրում են փաստորեն իրանց փակ միջավայրում, որտեղ որ իրանք գերմաներեն չեն խոսում, մեծ քանակությամբ երեխաներ գալիս են, որոնք դպրոց են գալիս, բայց ընդհանրապես գերմաներեն խոսալ չգիտեն, ու այդ բարձր դպրոցների մակարդակը շատ ավելի ցածր է ու շատ այլ խնդիրներ առաջանում այդ դպրոցներում։ Հա, հասկանալի է։ Փորձում եմ արդեն ամփոփեմ, ուզում եի հարցնել, եթե հետ գնանք 20 տարի առաջ, կուզենայր ոնց որ այն տեղում, որ դու հիմա ունես, այն դաստիժենյաները, այսինքն այն ինչի, որ դու հասել ես 20 տարի առաջ, ոնց որ եթե իմանայիր, որ դա անելու կգնայր էլի Գերմանիա, ոնց ուզում եմ հասկանամ, ոնց որ այն ինչ որ երազել ես հասել ես քո երազանքին։ Անա ջան, կա դրական բաներ, կա բացասական բաներ այդ կյանքում, որ ես հիմա ապրում եմ։ Մի կողմից իհարկե կարելի է ասել, որ այստեղ կարելի է հասնել լավ արդյունքների, կարելի է լավ ապրել, այսինքն ավելի ապահով կամ ստաբիլ, ասենց ասեմ, ավելի չնայած հիմա ժամանակները շատ դժվար են ու այստեղ էլ դժվար է ասել, թե ինչն է ստաբիլ, ինչն է ոչ ստաբիլ, բայց իմ հիմնական պատճառները ավելի այն ժամանակ ավելի ստաբիլ, ավելի ապահով կյանք իմ ընտանիքի համար, ավելի մեծ հնարավորություն աճի համար, դա են մեր իմ այդ հիմքերը ինչու ես քայլ արեցի
որոշ բաներից ես արդեն հասել եմ, ես ունեմ իմ լավ աշխատանք եւ ես ունեմ լավ աշխատավարձ, ես ունեմ լավ որակի կյանք, բայց կա բաներ, որը որ ես չունեմ։ Ես չգիտեմ այդ կոմոդ ոնց է, այստեղ ինչքան էլ լավ ընկերներ ունես, գերմանացիներ, ինչքան էլ լավ ծանոթներ ունենաս, մեկը ամենալավ ընկերներն ու ծանոթները մնում են կամ հայերը կամ ռուսախոս, այսինքն այդ մեր մտածելակերպ, մեր մենտալիտետ ունեցող մարդիկ, որովհետև երևի թե եթե ստեղ ծնվես, ստեղ մեծանաս, կկարողանաս ավելի լավ հասկանաս գերմանացիներին, բայց արդեն ես եկել եմ, ես 25 տարեկան եմ, երբ որ ես եկել եմ, արդեն որոշ չափով կայունացած մարդ, որը որ արդեն իր հայացքներ ունի, իր ինչ-որ բաներ ունի ու շատ դժվար է այստեղ ինչ-որ բաներ ընդունել, բարձա պետք է ինտեգրացվես, պետք է ապրես տեղի կանոններով, բայց մեկը ինչ-որ բաներ կա, որ ամբողջ կյանքդ մեկը չես ընդունի ու չես դուրս չի գա այդ կյանքի։ Գիտես Լևոն, այո, ես էլ եմ կիսում այդ նույն հայացքները ու շատ եմ մտածել այդ ուղղությամբ, բայց որ հիմա նայում եմ այս պահի դրությամբ իմ Հայաստանում ապրող ընկերների, ընտանիքներին, հարազատների ընտանիքներին, ճիշտն ասած շատերը, ոչ բոլորը, բայց շատերն են մտածում ինչպես անեն, որ երեխան դրսում սովորի։ Այսինքն մեկը լավագույնը Հայաստանում լավ ընտանիքներում երեխային տալու միջինից վերև տոկոսային ոնց որ հաշվարկով մնում է որ ինքը դրսում սովորի, այսինքն դեռ չկա Հայաստանում այն ինֆրաստրուկտուրան, որ լավ ընտանիքները ասեն, այ հիմա Հայաստանում կա այդ ինֆրաստրուկտուրան, դրա համար ոնց որ երեխան ստեղ է կմնա, ստեղ է կսովորի ու ստեղ է կաշխատի։ Իսկ ես մտածում եմ, եթե մենք պետք է լինեինք Հայաստանում մեր երեխային ճանապարհենք, ես անցել եմ այդ դժվարությամբ, որ մամաս Հայաստանում էր, իսկ ես ստեղ էի ու ես շատ էի կարոտում ու իմ համար շատ մեծ ստրես էր դա, իսկ հիմա գոնե մտածում եմ իմ ապագա սերունդների համար, բոլորս գոնե միտեղ կլինենք, այսինքն այդ ընտանիքի այդքան հեռվանալը նու կարաս էլի նույն երկրում մնաս տարբեր քաղաքներում, ընդամենը մի քանի ժամի հեռավորության վրա, բայց էլի գոնե որ մի երկրում լինի ամբողջ ընտանիքը, ես կարծում եմ ապագա մեր սերունդների համար արժեքը մեծ է։ Դրա համար երևի կարող մենք ոնց որ դժվար կյանք ենք ունենում որպես էմիգրանտ ու առաջի սերունդ, որ վերցնում է այդ դժվարությունը հիմքերը ստեղծելու համար, բայց ապագա սերունդների համար ու հույսով եմ, որ կարողանանք իրանց մեծացնենք հայ, նույնիսկ գտնվելով Հայաստանից դուրս, իմ կարծիքով իրանք հնարավոր է լինեն եւ ավելի հայ, քան շատ հայերը Հայաստանում, եւ ունենան ավելի կայուն ապագա, չգիտեմ, ես տենց եմ մտածում։ Հա, բայց եթե երեխաները ոնց որ դու ասացիր հայ են կամ մեր մտածելակերպը շարունակում են, այդ նշանակում է որ էլի որոշ բաներ կա ստե, որի հետ իրանք չեն համատեղվի, որը իրանք չեն ընդունի, որովհետև ստեղ ուրիշ մարդիկ ուրիշ ձև են մտածում, ստեղի կյանքը իրանց այդ ценности, որ ասում են ռուսերեն, ценности, որը ուրիշ է։ Արժեքները ուրիշ է ու մարդկային վերաբերությունը ուրիշ է, այսինքն այդ իրանց համար նորմալ է, չի նշանակում որ իրանք վատն են կամ լավն են, իրանք տենց են ու այդ իրանց համար նորմալ է, իրանք ուրիշ բան չգիտեն, դա մենք ենք որ ուրիշ բան գիտենք։ Մենք ենք որ գիտենք որ ուրիշ ձևի էլ է հնարավոր, իրանց համար այն ինչ որ իրանք գիտեն, դա նորմալ է։ Մի հատ բան պատմեմ շատ արագ, ուրեմն տղաս 12-ա հեսա դառնում, աղջիկս 10-ա, տղայիս ինչքան բացատրում ենք դուքի եւ դուի տարբերությունը, ոնց որ էլի խառնում է, դե անգլերենում you են ասում ու վերջացավ, չէ՞։
Մի անգամ ուրեմն քույրիկիս հետ էի խոսում FaceTime-ով, Արամը անցավ ու չբարևեց, հետո որ դրեցի հեռախոսը, ասեցի Արամ, հարազատներին միշտ, եթե տեսնում ես խոսում եմ բան, պետք է գաս, բարևես, անցնես, դա հարգանք է։ Մեկ էլ մյուս անգամ խոսալուց եկավ, ասենց բարև ձեզ։ Այսինքն ինքը ոնց որ չի հասկանում հարգանքը ոնց որտեղ դուն ու դուքը բացատրել ենք որ տարիքով մեծ մարդկանց պետքա դուքով դիմես իսկ ոնց որ քո հասակակիցներին դու այնքան ենք ծիծաղացել ու լրիվ հասկանում ինչ նկատի ունես ոնց որ ինչքան է փորձում ես իրանց քո ստանդարտները արժեքները բացատրես բան բայց իրանք այդ ամերիկյան կամ ձեր դեպքում գերմանական բանը ոնց որ հիմքը ունենալու են այտենց ինչ որ շատ հաճախ կարող ինչ որ սիտուացիաներ են առաջանում որը որ ինչ որ ամենասկզբում ինձ համար էլ է շատ տարօրինակ սիտուացիաներ, երբ որ ես նոր եմ եկել լեզվի կուրսեր էի անցնում Դրեզդենում ու այդ ժամանակ այդ բանով ավտոբուսով կամ տրոլեյբուսով բան է անում, տեղափոխվում էի ու եթե կիներ մտնում ես տեղ է առաջարկում, այդ մեզ համար նորմալ է Իսկ այդ կանայք ինձ նայում են, ասում են, ինչ ես անում, ես կարող է հիվանդ եմ կամ կարող է ինչ որ ինչը դուրս չեկավ, որ ինձ տեղ ես տալիս, որ ես նստեմ, էլի։ Դե համար այդ ամենափոքր բանն է, բայց մարդիկ ուրիշ են, էլի, այսինքն ստեղ այդ ամեն ինչը այդ մեծի նկատմամբ հարգանքը, ինչ որ կնոջ նկատմամբ ուրիշ վերաբերմունքը եւ այլն, իրանց մոտ ամեն ինչը հավասար է։ Ճիշտ է։ Լևոն հիմա որ կատակ արեցիր, հիշեցի, որ դու ինչ-որ պահ մասնակցել ես ԿՎՆ-ի մրցույթներին, չէ՞, կպատմես դրա մասին էլ։ Դե կարծեմ 2 տարի էր, որ դրանով զբաղվեցինք, սկսվեց նրանից, որ մեր համալսարանի բժշկական համալսարանը դե ուներ լավ տրադիցիա ԿՎՆ-ի ու վարչապետի կողմից ցանկություն կար նորից այդ տրադիցիան նորից սկսել ու մեր համալսարանում փորձեցին սկսեցին ինչ որ թիմ հավաքել ու այդ սկզբից մենք խաղացինք Հայաստանի լիգայում ու Հայաստանի լիգայում հաղթելուց հետո այդ տարին գնացինք Սոչի այդ բանին ֆեստիվալին ու դրանից հետո խաղացինք միանգամից այդ շատ մեծ արդյունք էր, որովհետև շատ մեր իրանք երկար տարիների խաղերից հետո նոր հասնում են Պրեմիեր լիգա, մենք հենց առաջի տարից ստացվեց անցանք այդ Պրեմիեր լիգա մեր թիմի մեջ, բայց մենակ բժշկականը չէր, մեր թիմի մեջ արդեն որ Պրեմիեր լիգայում աշխատում ենք, արդեն ժողից կար, համալսարանից կար, այսինքն ուրիշ բուհերից էլ տղաներ կային, բայց սկիզբը հենց բժշկականից սկսվեց։ Դե հետո շատերը գնացին այդ ուղղությամբ, ես արդեն իմ փաստորեն այդ ժամանակն էր, երբ որ ես արդեն պիտի որոշեի Գերմանիայի հետ կապված իմ հարցերը, ես որոշեցի Գերմանիա գալ ու շատ տղաներից որոշ տղաներ հենց գնացին այդ ուղղությամբ ու բավականին մեծ արդյունքների այդ Արամ Էմպետրին Գոքոր եւ այլն բոլորը այդ թմից էին, որ հիմա տեղում բավականին արդյունքների բավականին ճանաչված մարդիկ են դարել։ Հա, կարծեմ 2 տարի էր դրանով զբաղվեցին։ Հա։ Ես պատկերացնում եմ, բայց այդ ձևի բուրըն ոնց որ entertaining կյանքից հետո տեղափոխվել Բերլին ու PhD ինչքան տարբեր բաներ են, չէ՞։ Դե դժվար սկիզբը շատ դժվար էր, որովհետև ես էլ եմ մենակ ստեղ, ես ոչ մեկ չունեի, այդքանով էր մի քիչ ավելի հեշտացված, որ ես այդ կրթաթոշակ ունեի, այսինքն ես որոշակի գումար ստանում էի ու կարողանում էի ինձ սենյակ վարձել եւ այլն, այսինքն այդ ֆինանսական առումով խնդիրներ չունեի, բայց ամեն դեպքում մարդկային այդ շփման առումով ես Հայաստանում ուրիշ շփում էր, ուրիշ մեծ շրջապատ էր ու ընկերություններ եւ այլն, ուստի որ գալիս ես լրիվությամբ մենակ ես ընդհանրապես երեկոյան ընդհանրապես մարդ չունես մեկի հետ խոսալու
իմ առաջի ոնց որ ծնողներս ասում առաջի իմ ընկերս այդտեղ բան էր իմ գնացի առաջի օրով առա ինձ բան գանտելի ոնց է հայրեն ոնց է Ճիշտն ասած չգիտեմ հայերեն weights երևի անգլերեն weights հա այդ սպորտով զբաղվելու այսինքն առաջին ընկերներս էին հետո կամաց ինչ որ ու հետո արդեն քիչ քանի որ այդ մի քիչ ուսանողական միջավայրում էլ է շփվում այդ PhD-ների եւ այլն արդեն սկզբից դե ռուսական ռուսախոս եւ այլն այսինքն ինչ որ որոշակի մարդկանց հետ դժվար էր իսկ գերմանացիների հետ ես միշտ ասում եմ որ սկզբնական շրջան որ նստած էինք այնտեղ ասենք բան ենք անում պաուզա ենք անում ուտելու հավաքվում ենք այդ խոհանոցում իրանք ուտում էին ու ինչ որ խոսում են ես նստած նայում եմ ասում ոնց որ շուն լնես ոնց որ ամեն ինչ հասկանում ես բայց ոչ մի բան չես կարող ասես էլի այտենց ինչ որ վիճակ էր մոտս հետո ոնց որ սկսում ես արդեն քիչ հասկանալ բայց մենակ հասկանում ես որոշակի մարդկանց որոնց հետ ավելի շատ է շփվում այդ իր բառապաշարը սովորում ես հենց նոր մարդ է գալիս նոր բառապաշարով իրան արդեն չես հասկանում Լևոն ջան ինչ որ բան կա որ կուզենայիր ավելացնել դե ինչ ավելացնել ամեն մեկը պիտի ինքը որոշի թե ինքը ինչ նպատակներ ունի ու ինչ քայլերի պատրաստ այդ նպատակները հասնելու համար ու ինչինա ինչից է պատրաստ զրկվելու որովհետև ոնց որ ասեցի շատ բաներ կարող ես հասնել շատ լավ բաներ կարող ես ունենալ բայց որոշ բաներից զրկվում ես կարելի է չգիտեմ ես թե որ միշտ համեմատում եմ ասում եմ դու որ կարող ես համեմատես գնում ես ռեստորան դու կարող ես առողջ ուտելիք վերցնես սալատ վերցնես եւ այլն ու կարող ես համով խորոված վերցնես էլի հիմա ստեղը կարելի է համեմատել առողջ սալատի հետ, բայց այդ խորովածին շատ է կարոտում։ Շատ լավ, շատ անչափ շնորհակալություն Լևոն ջան, գիտեմ ինչքան զբաղված գրաֆիկ ունես, անչափ շնորհակալություն, որ համաձայնվեցիր ես մի ժամում ես տրամադրես ու պատմես քո անցած ճանապարհի մասին։ Շատ ուրախ եմ, Աննա ջան։ Մի հատ փոքր քեզ համար անակնկալ եմ պատրաստել, կարող ես հետո ջնջես, եթե կտրես այդ բանից, վիդեոից։ Ճանաչում ես, հա։ Ինչքան փոքր էինք, չէ։ Ես քեզ եմ հիշում լավ այդ տարիքում, շատ խելացի, ուրախ, ընկերասեր, շատ լավ մարդ։ Այսօր այսքանը, շատ շնորհակալություն բոլոր լսողներին, ով դեռ subscribe չի եղել իմ YouTube podcast-ի channel-ին, խնդրում եմ subscribe եղեք, որ մյուս էլի շատ հետաքրքիր էպիզոդները բաց չթողեք։ Այսօր այսքան, ստեսի